Խաչատրյան, նախ շնորհակալություն, որ ժամանակ գտաք լրագրողների հարցերին պատասխանելու համար։ Ես ուզում եմ սկսենք հանրությանը հուզող թեմայից, անցած տարի ամռանը Գորիսին ձեր տան մոտ ողբերգություն տեղի ունեցավ, եւ բազմաթիվ այսպես հարցեր կան, որոնք առաջացել են եւ հետաքրքրում են հանրությանը, մենք կուզենայինք լսել նաեւ ձեր տեսակետը ինչ է տեղի ունեցել։ Առաջին հարցը ընդհանուր տան։ Ինչ տեղի ունեցավ անցած տարի հունիսի 1-ին ձեր տան։ Ինչ որ տեղի ունեցավ, կարծում եմ, թե արդեն կոմբուսատերը տեղադրված է եւ բոլորին պարզ է։ Դա մի ահավոր ողբերգություն էր։ Եվ այդ մարդկանց համար, եւ իրանց համար, եւ նրանց համար։ Դա ընդհանրապես խմիչքի հետևանք էր։ Խմիչքի հետևանք, որն բերեց այս ողբերգության։ Ես մի բան եմ հասկանում, կարծում եմ դա ցանկացած նորմալ մարդ է տեսնում, կարծում որ պետք է անընդհատ հասկանես, կամ ինչ-որ այդ ընտանիքին բարոյական վնասված լինես, որ մարդիկ ըստ թշնամաբար տրամադրվեն, որ զենքով գան հանձակնեն տանները։ Բայց ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը չի եղել։ Հակառակ ավելի ջերմ հարաբերություններ են եղել այդ ընտանիքի հետ, եւ այս 25 տարիների ընթացքում ճիշտ եղել են քաղաքական խնդիրներ, այսինքն երբ անգամ նույն ավետիկը թեկնածուրա դեր Գորիսի քաղաքապետի, երբ անգամ ես մեկ ուրիշ եմ պաշտպանել։ Եվ այդ երբ անգամ այդ իրա չանցնելը ես վերջում հասկացա, որ դա հենց իրա մեջ կուտակված թշնամանք կար, որ անպայմանորեն ինքը ուզում էր ինչ-որ բանով պատասխանել։ Եվ այդ երկու օրվա այն ջերմ հարաբերությունը, որ կար, որ մարդկանց ներկայությամբ դեր բավականին մարդիկ էին ներկա, եւ իրար միջև այդ ջերմ հարաբերությունները կարծում այդ ամենից հետո էր, որ այդ քայլը չպետք է դեր։ Բայց ամենայն դեպս ես նորից եմ ասում, փորձագետների ուրեմն եզրակացությունը այնպեսին էր, որ ավետիքի խմբակցության աստիճանը այնքան շատ էր, 6-7 գրամի, որ հավատացում եմ, դա ես փորձագետ չեմ, բայց փորձագետների կարծիքը այնպեսին է, որ կարող մարդ դաժե այդ աստիճանով ինքը հենց մահանա, այդ 6-7 գրամի ուրեմն այդ քախմիշնությունից ինքնից կարող է վերցնել մահանա։ Եվ այդ խմբակցության աստիճանն է, որ ինքը չգիտեմ, իրար մեջ ինչքան կուտակված թշնամություն կա, որ ամբողջ ճանապարհը մեր իջեցնելուց հետո իրեն մեկ ուրիշի վերցնում է, տանմատում, նորմալ, իրար հետ փաթաթվում են, ջանջիգարով խոսում են, բայց այդ մարդու մեջ այդ թշնամության աստիճանը այնքան շատ է, որ գնում է տնից զենքերը վերցնում եւ ցավալին նա է, որ իր ընտանիքի անդամները, իր ծնողները, որից է մեկ չի ասում, այդ քշերով ես քեփը դա զենքերը վերցնում ես ու ես գնում։ Մեքենայի մեջ ինչ ա եղել, կպատմեք։ Չէ, հիմա ես սա քննություն չեմ ուզում, կամ մեքենայի մեջ եղել է այն ինչ որ եղել, այս չեմ ուզում քննություն, բայց ասենք թե մեքենայի մեջ ընդամենը իր հարթության աստիճանն էր, որ ինքը չկարողացավ դրսևոր, ես դեռ չեցրեցի ու թողեցի գնաց։ Վեճ չի եղել։ Վեճ չի եղել, քաշքշոտ մեքենայի մեջ չեմ կարող ունել։ Ուրեմն ես իր պահվածություններով ախվարություն ասի կարելի փոխենք Իսկ ինչու հետո ինքը եկավ ձեր տան վրա այդտեղ։ Դե բնականաբար ենք խոսում, ասում մարդու մեջ ինչքան կուտակված թշնամություն պետք է լինի, որ այդքանից հետո այդքան ճանապարհ մեզանից հետո գնաց, հասավ տուն եւ զենքերը վերցրեց, ավտոն վերցրեց, եկավ եւ ցավալին նա որ իր ծնողները չասեցին ուր ես գնում, դեմը չարավ, այս է ցավալին, հասկանում ես, երկու դեպքում էլ, եթե ինքը կխփեր կսպաներ մեզ, թե հակառակը կներ, երկու դեպքում էլ ողբերգություն է, եւ ծնողը դա տեսնում է, որ այս մարդը գնում է իսկապես ողբերգության, դեմը չի արվում, այս է ցավալին փաստը, հասկանում ես, քշեր, ժամը 11, զինված տնից դուրս գա գնա ու որից է մեկ իր հետևից չգնա, որից է մեկ իր ճանապարհը չկանգնեցնի, այս է չէ ցավալը։ Խաչատրյան, այսպիսի մի հարց, մյուս կողմի փաստաբանը ներկայացուցիչները ասում են, որ կրակոց ա եղել նաև վերևից, երկրորդ հարկից։ Դա ուրեմն փաստաբանի դա երևակայությունն է։ Դուք չեք կրակել։ Որովհետև ես ոչ թե չեմ կրակել, ես այդ ամբողջ դեպքը չեմ իմացել։ Ես չեմ իմացել այդ ամբողջ դեպքի մասին, հավատացեք, որ իսկապես չեմ իմացել, ոչ թե փաստաբանն ասում, ես եմ ասում, ես անկեղծորեն ասում։ Եվ դա հազարավոր մարդիկ, այդ թվում ամբողջ մարզի ոստիկանությունը, հանրապետական ոստիկանությունը, իրանք
իսկապես համոզված եմ եղել, որ ես այդ դեպքի ընդհանրապես մասնակցություն չեմ ունեցել։ Ուրեմն խնդրում եմ հասկանաք մի բան։ Ես մարդկային լեզվով, ոչ թե ես իրավաբան եմ, քննիչ եմ, մասնագետ եմ, ես ուզում եմ մարդկային լեզվով ձեզ մի բան ասել։ Ուրեմն փորձագետների տված եզրակացությունը ավետիքին կպարտ 4 սփատ ունի, 4 փամփուշտները, նույն զենքից է։ Խնդրում եմ ճիշտ հասկանաք, նույն զենքից է։ Ոնց կարող է այդ նույն զենքը եւ ներքևում կրակվել եւ վերևում կրակվել։ Խնդրում եմ տրամաբանեք։ 4 փամփուշտները կրակված են փորձագետի եզրակացության նույն զենքից նույն փամփուշտներն են։ Հիմա եք տրամաբանեք։ Այդ զենքը ոնց հասավ վերև եւ ոնց հասավ ներքև։ Դու այդպեսի բան։ Դուք այդ բառը հրապարակների ժամանակ որտեղ։ Ես քնած եմ։ Տանը քնած եմ։ Պարոն Խաչատրյան, Իսկ երկրորդ հարկից կներես վերջի հարցում, երկրորդ հարկից այդ կրակոցի հետ կապված դու ոնց եք ասում։ Չի եղել։ Այդպեսի կրակոց չի եղել։ Ես նորից եմ ասում, ես ասում եմ այնքան պարզ լեզվով, որ բոլորիդ համար հասկանալի լինի։ Ուրեմն Բաքվում այդ զենքից կրակվել է։ Եվ փորձագետը տալիս է, որ 4 փամփուշտներ այդ նույն զենքից է։ Այդ զենքը ոնց եկել հասավ երկրորդ հարկ կամ երրորդ հարկ։ Վերջի հարցը տամ, իսկ այդ աղմուկից կրակոցը լսեք, ամբողջ տեսանյութը որ նայում ես, այդ բոլորը կատարվել է այդ կրակոցներով, բանով 2 րոպեով։ Այդ 2 րոպեվա մեջ ոնց կարող է զենքը եւ ներքևում կրակվել, եւ այդ նույն 2 րոպեվա մեջ զենքը բարձրացնել երկրորդ հարկից կրակվել։ Իսկ դա տրամաբանական է։ Իսկ կրակոցներից այ մյուս կողմ ասում այդ ոնց է ստացվում, մարդ քնած է, բայց կրակոցներից ոչ զարթնում է, ոչ։ Ուրեմն ես համաձայն եմ, որ իսկապես մի քիչ զարմանալի է, բայց մեր տան դիրքը այնպեսին է, նախ պատուհաններն են հերմետիկ, երկրորդն էլ այդ գետի ձենը, այդ ձեները տանում է, չի թողում, որ ներսում լսես, այդ նույն փորձաքննությունը արվել է դրանից հետո եւ համոզվել եմ, որ իսկապես կարող է այդ գետի ափին կրակել տան չասես։ Պարոն Խաչատրյան, հետաքրքիր է այս ամբողջ պատմության մեջ եւ հետո ձեզ մեղավորության ինչ բաժին կա, հա, ունեք մեղավորություն եւ երբ քնում եք, դնում եք գլուխը բարձի, կա ինչ-որ մեղքի զգացում, ինչ-որ զգացում չունեմ, բայց ցավ եմ ապրում, որ երիտասարդ տղա ապացել եւ այդ ցավ եմ ապրում, որ արորը մեր տանն է թափել, հասկանում եք։ Այս ցավն եմ ապրում, բայց մեղքի զգացում չկա այստեղ, հասկանում եք։ Ուրիշ պայմաններում կարող է ավելի վատ լինել։ Ուրեմն երբևիցե որևէ մեկին թույլատրված չի առանց պատճառի, առանց խորը թշնամության զենքով գնաց մարդու տան վրա հարձակվես։ Դա ոչ մեկին թույլատրված չի։ Իսկ եթե դուք վերջին իրենց փաստաբանի, վերջին հարցազրույցը լսել եք, եթե չեք լսել, կենտրոն հեռուստատեսության ինքը ելույթ ունեցավ, եւ չեք լսել, ես կխնդրեի, որ բոլորդ մեկ անգամ մանրամասը լսեք, ուրեմն թե իրենց փաստաբանները չհրաժարվեց, որ իսկապես արտակը ուրեմն եկել է զենքով, նրանք կարող էին բնականաբար չիմանալ, թե զենքի մեջ փամփուշտ չկա, որ իսկապես արտակը սպառնացել է։ Դա ոչ թե մեր փաստաբանն ասում, դա ասում է հենց իրենց փաստաբանը։ Ես խնդրում եմ մանրամասը կարդաք եւ իսկապես կհամոզվեք, որ իրենց փաստաբանն է այսօր համոզված, որ արտակը եկել է զինված, թշնամաբար եւ սպառնալիքով։ Պարոն Խաչատրյան, ձեր որդուն երբ ազատ արձակեցին, հանրությունը շատ բուռն արձագանքեց։ Ու այս հարցն է, հա, հնչում, ինչ վճարեցիք դրա դիմաց։ Ես ուրեմն խնդրում եմ ճիշտ հասկանալ։ Եթե դա չլիներ իմ որդին, եթե այդ դեպքը մեկ ուրիշի, նույն ձևով մեկ ուրիշ, մեկ ժամ էլ չէր նստելու։ Քանի որ իմ որդին էր, միանգամից այդպես բուռն աղոք առաջին օրվանից բարձրացավ եւ քննությունը տարան հենց որ ձերբակալն հետո քննության ընթացքում կպարզվի ամեն ինչը։ Բայց հավատացնում եմ ձեզ, այդպիսի դեպքեր հազարավոր թվենք, որովհետեւ մեկին մեկ ժամ անգամ չեն ձերբակալել։ Այդ ընդհանրապես ասում եմ, որ իմ որդին էր, որպեսզի ամեն ինչը ավելի օրինական դաշտում լինի, ձերբակալությունից հետո քննություն շարունակվի։ Խաչատրյան, դուք ինչ-որ մեկին չեմ կարող այս հարցը չտալ, չեք զանգահարել, չեք առաջարկել, խնդրել, որ ձեր որդուն հավատացեք որ չէ։ Ազգությամբ հավատացեք որ չէ։ Այսպիսի մի հարցը ես խնդրում եմ, առաջին իսկ օրից լուրջ իրավաբանների հետ խոսել եմ եւ ուրեմն քրեական օրենսգրքով բոլորներ ինձ ասեցին, որ սա համարժեք պատասխան է։ Ուրեմն սահմանազանություն չկա, այս մեկը չկա իրավաբանական լեզվով, բոլոր իրավաբաններն ինձ հանգստացրեցին, որ կարող ես հանգիստ նստել, այստեղ չի կարող որևէ բան լինել։ Իսկ ինչ է կարծում, որքան է դժվար է Հուդամյանները ընդունել են, որ
կարող իրենց ներքին զգացմունքները իմանալ իրենք ինչ են ընդունում, ինչ չեն ընդունում, բայց կարող է յուրաքանչյուր նորմալ մարդ հասկանալ, որ անկյունատրելի է մարդու տան քշերը գնալ զենքով արձակել։ Հիմա թե իրենց ներքին զգացմունքը ինչպեսին է, չեմ կարող ասել։ Բայց մի բան գիտեմ, որ ով ուզում լինի, միևնույնն է, ասում եմ, ոչ մեկին այդ իրավունքը տրված չի, որ զենքով գնան հարձակվեն։ Ես նորից եմ ասում, եթե ավետիքի վրա ծեծված տեղ լիներ, արուն լիներ, ջարդված տեղ ունենար, այսինքն մի հատ գոնե մի թեթև բան լիներ, կարող է իրենք էլ մտածեն, որ այս մարդը գնում է պատասխան տա, համարժեք պատասխան տա, բայց ոչ նա կար, եւ ինքը զենքերը վերցած հարկատ վիճակում տնից դուրս է գալիս, որովհետեւ մեկը նույնիսկ հերը, ասում եմ, ցանկացած էր կրկախեր, չէր տողալ դրա։ Իսկ դեպքից հետո հանդիպել եք, թեկուզ ինչ նորմալված է։ Չեմ հանդիպել, ցանկությունը չունեմ հանդիպել։ Պարոն Խաչատրյան, այսպիսի կարծիքեր կա, մամուլը գրում է ստանցերում ասում են, տեսեք, Սյունիքի նախկին մարզպետը Սուրեն Խաչատրյանը հանրապետական կուսակցության անդամ է եւ անընդհատ այսպես աշխատել է գործող նախագահի համար եւ հիմա այդ կապերը օգտագործել է, որպեսզի իր համար բարենպաստ ընթացք տեղափոխի գործ։ Ինչ կարող եք ասել։ Ես խնդրում եմ ճիշտ հասկանալ։ Կան շատ դեպքեր, երբ որ հանրապետության նախագահը հանրապետական կուսակցության անդամներին իր գլխի կանած մարդկանց սխալի համար շատ խիստ պատժել է։ Այդպիսի բազմաթիվ դեպքեր ունեն, չէ։ Ես ով էլ ուզում որ ես լինեի, չեմ կարծում, եթե ես այս դեպքով որտեղ արուն էր թափվել, որ ես թեթև անգամ սխալ ունենայի, ես ամենավերջին ձեւով չպատժեի։ Դուք նախագահի հետ չեք քննարկել։ Ես նախագահի հետ ուրեմն չեմ քննարկել, նախագահը քննարկել է դատախազի հետ, նախագահան ՄՎԴ-ի, այսինքն ոստիկանապետի հետ, քննիչների հետ, հասկանում եք, այսինքն նախագահը մինչև այս հարցը չպարզ էր, ինքը երբեք իրեն թույլ չէր տա։ Մեր նախագահին ճանաչում են բոլորը, եւ նորից եմ ասում, կա բազմաթիվ մարդիկ, որոնք հանրապետական կուսակցության անդամ էին, նախագահին մտել էին եւ իրենց սխալ արարքների համար նախագահան պատժեց։ Եվ հավատացեք, որ ես ինքս երբեք չէի մեղանչի, եթե ես սխալ լինեի նախագահից պատժել, եթե սխալը ինքս ունենայի։ Բայց ամեն դեպքում, պարոն Խաչատրյան, ստացվում է, որ կոպիտ ասած իզուր տեղը դուք մարզպետի պաշտոնից հրաժարվեցիք։ Ասում են, որ դա գինն է, որը վճարել է։ Հնարավոր է ուղղել Որը դա հավատացեք, որ դա ոչ թե փրկագին էր, այդ առաջին օրերի աղմուկներ, որ իսկապես շահարկում են, որ կարող է ես մարզպետի պաշտոնով կարողանամ ազդեմ քննությանը, չթողամ որ այդ քննությունը օբյեկտիվորը լինի, իսկ ես գնացի տղամարդավարի հրաժարվեցի, որ որևէ մեկը նման բան չմտածի, որ ես քննության վրա չեմ ուզում ազդեմ, ուզում որ քննությունը օբյեկտիվ լինի, որովհետև քննությունը ինչքան որ օբյեկտիվ եղավ, այդքան իմ օգուտներ։ Այդքան ավելի ճիշտը ջրի էջ դուրս եկավ եւ հանրության մեծ մասը այսօր արդեն համոզված է, որ իսկապես ես եւ իմ տեղած մեղ չունեմ։ Ախաչատրյան, եթե բարձրի դատական գործընթացի, որ դուք մեղավոր չեք ձեր կողմը, մտադիր եք նորից վերադառնալ մարզպետի պաշտոնին կամ ինչ եք մտադիր անել։ Ես ինչ եմ մտադիր, ինչ չեմ մտադիր, ես գիտեմ, բայց ես վերադառնամ չեմ վերադառնա, դա որոշող մեկն է։ Երկրի նախագահն է, եթե դուք ունեք նման ցանկություն։ Ես ասում եմ, եթե վաղը երկրի նախագահը կորոշի, որ ես նորից էլ Սյունիքին պետք է ծառայեմ, չնայած ես առանց պաշտոնյալ ծառայում եմ։ Իմ խնդիրը նա չէ, որ ես անպայման մարզպետ լինեմ, հետո Սյունիքին ծառայեմ։ Ես այսօր առանց մարզպետ եւ առանց քաղաքապետ եւ ես այսօր էլի իմ ծառայությունս մատուցում Սյունիքին, Սյունեցուն, որովհետեւ Սյունեցին ինձ համար թանկա, ես տեսել եմ պատերազմական իրավիճակում Սյունեցուն պահվածքը, Սյունեցուն մեծություն։ Պարոն Խաչատրյան, այսպեսի մի հարց էլ, ասում են Սուրիկ Խաչատրյանը թողեց պաշտոնը, բայց միևնույն է ինքն է որոշում Սյունիքում իր ազդեցությամբ։ Ինչ կասեք, այ ասում են դուք աղում եք, հավատացեք, որ հեյույան նաև ճնշումների միջոցով։ Հավատացեք, որ հեյույան կա, դա չար լեզուների խոսակցությունը անկամենը։ Չեք խառնվում գործը։ Ընդհանրապես չեմ խառնում, այսօր կա մարզպետ ինքը իր գործը անում, ես ավելին ասեմ, ես մեծ մասը Երևանում եմ լինում։ Չնայած ես ինքս իմ նախաձեռնությամբ աշխատանքներ անում եմ, բայց ես ավելի շատ Երևանում եմ լինում եւ մարզպետը փառքասու իր գործը անում է, եւ նա ոչ մեկի կարիքներ չի զգում, ոչ կոռուպտիվ, ոչ ինչ։ Շատ ներողություն, պարոն Խաչատրյան, դուք նշեցիք, որ եթե ձեր որդին չլիներ, արձագանքը այստեղ դուրը չէր լինի, երկերժամ էր։ Պարոն Խաչատրյան, այս դեպքում փաստորեն դուք էլ փաստում եք հանրության մոտ ինչու կա ատելությունը այսքան, ինչով եք բնորոշում, ինչ հաղթվել եք ձեզ, ինչու կա այս չար մթնոլորտը, ատելությունը ձեր նկատմամբ։ Այս լրագրողների մեջ ում նկատմամբ չի չարություն կա։ Լրագրողները չկա այդպիսի մի բան, որ մեկի նկատմամբ չարացած չլինեն։ Այ ինձ համար այդ է հետաքրքիր, խի այդքան չարություն լրագրողների մեջ։
ի վերջո բոլորը քաղաքացի կրթված նորմալ մտավորական մարդիկ են, այդքան չարություն, ես ձեզ եմ հարցնալիս, այդքան չարություն ձեզ մեծ որտեղից է։ Պարոն Խաչատրյան, մենք 5 հոգի ենք, արդյոք մեզ մոտեցնում եք չարություն։ Ես ինձ կողքի դնեմ, բայց մնացածը։ Պարոն Խաչատրյան, Ես ինձ կողքի եմ դնում, հասկանում եք, բայց մնացածը։ Այ մի անգամ դու որպես լրագրող, որպես այս երկրի քաղաքացի, մի անգամ ինքդ հետաքրքրվել ես, թե ասենք այս մեր նորօրյա պատմության մեջ, այս 25-ամյա մեր պատմության մեջ ինչ արել Սուրիկ Խաչատրյանը մեր երկրի համար։ Մի անգամ այ ինքդ քեզ հարց տվել ես, որ հետաքրքրվել ես իմանաս, ինչ արել Սուրիկ Խաչատրյանը այս մեր նորօրյա ես պատմության տեսնում եմ, մեջ։ որ ձեզ շքանշան են տվել, պատերազմում կռվել եք։ Ես տեսել եմ նաև, որ դուք մեծ հարստություն եք դիզել։ Ուզում եմ իմանալ ինչպես Ես այդ հարստությունը ունեցել եմ։ Երբ հարստացաք։ Ձեզ ասեմ, ես ուրեմն ավելի շատ հարուստ եմ եղել, քան հիմա, սովետական տարիներին։ Ես Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում ունեցել եմ ստոմատոլոգիչեսկի պոլիկլինիկա, որտեղ աշխատում են 25 հոգի մարդ։ Եվ ես ունեի ամեն օր այնքան փող, եւ 88 թվականին, երբ որ շարժումը սկսվեց, այ ականատես մարդիկ կան։ Ես իմ ունեցած սեփական գումարից 1.5 միլիոն ռուբլի, պատկերացնում ես 88 թվականին ինչ նշանակում 1.5 միլիոն ռուբլի։ Երբ 1.5 ռուբլի փող եմ տվել, զենք ուզինամթեր տարել, բերել Սյունիք, ինքս հետ գնացել խրամատ։ Այդ հարստությունը իմ այսօրվա հարստություն չի, իմ հարստությունը շատ վաղուց է։ Ուզում դա հասկանաք, որ իմ հարստությունս իսկապես շատ վաղուց է, եւ ես չէի կարող այս սոցիալապես ծանր վիճակում, ասենք ես բյուջեի այսպիսին պայմաններում քաղաքապետ եմ աշխատել, ես ուզում հասկանալ, որ քաղաքապետարանի բյուջեն այդքան ճոխ չէր, որ ես թույլ տալ ես այդպիսի մեծ հարստություն կուտակեի։ Մարզպետարանի բյուջեն այդպիսի ճոխ չէր, որ այդ մարզպետարանի բյուջեով ես կարողանայի հարստանայի։ Ես հակառակն ա եղել իմ կողմից, ուզում եմ իսկապես անկեղծ եւ նորմալ ճիշտ հասկանաք, որ միշտ ես եմ ներդրում արել։ Այսօր էլ ներդրում եմ անում հանքարդյունաբերության մեջ, որ վաղ կարողանաք իմ 200-300 աշխատատեղ ստեղծել։ Այսօր այդ ներդրումը անում եմ, հասկանում եք։ Իսկ կարծում եմ, թե ամեն հայ մարդու համար դա նորմալ երևույթ է։ Այսինքն, եթե տեղացի մարդը կարողանում է ներդրում անի հանքարդյունաբերությունը եւ աշխատատեղ ստեղծի, ավելի ուրախալի չի, քան մեկը դրսից Կանադայից, Ամերիկայից նա պետք է գաստեղ անկախ։ Տենց է ձեզ։ Պարոն Խաչատրյան, հնարավոր է, որ ձեր եղբոր-որդիների, ձեր որդիների վարքը ինչ-որ առումով հանրության մոտ ճիշտ չի ընկալվել, հա, բազմաթիվ են այդպիսի մեկնաբանությունները։ Այդ ես խնդրում եմ, կարող է այդտեղ լինի, ես չեմ ժխտում, այդտեղ կարող է լինի, բայց ամեն մարդ կոնկրետ իր արարքի համար է պատասխան տալիս։ Ու երբեք որդուն որ համար չեն դատում, որը որդու համար չեն դատում, եղբոր համար չեն դատում։ Մենք ապրում ենք մի հասարակական որ ամեն մարդ ինքի իր արարքների համար է պատասխան տալիս։ Ես ուզում եմ ինքս իմ արարքների համար պատասխան տամ։ Ես ինքս էլ կարող եմ նրանց արարքները նախատում եմ, կարող եմ, չգիտեմ, բայց ես պատասխանատու չեմ, ես չեմ կարող ասել իմ գերդաստանը մեծ գերդաստան, ես չեմ կարող ամենքի համար պատասխանատվություն վերցնեմ եւ ամենքի արած սխալ քայլը ինձ վրա վերցնել։ Մեկը ինչ որ արարք է գործել, անցակազմը գործել, դիմում են ձեր կապերը, հնարավորությունները օգտագործման խուսափելու համար։ Բարեկամ ձեզանով չեն նրանք այսպես ասած հպարտանում նման քայլեր։ Տենց որ ինձանով իրանք իրացից են բան ներկայացնում։ Տենց որ իրանք հենց անտեսանելի մարդիկ։ Դուք չեք օգտագործում ձեր հնարավորությունները, կապերը։ Ոսի մի բան ասեմ։ Ինձ այդ հարցը մի տուր, ինքդ քեզ հարցնու, եթե քո եղբայրը վատ վիճակում ունի, կփորձես օգնել թե չէ։ Քեզ եմ հարցնում, եթե եղբայրը վատ վիճակում հայտնի, դու որպես եղբայր կփորձես օգնես թե չէ։ Եթե նրա արարքը դավաճանություն չի երկրի նկատմամբ, եթե նրա արարքը մարդասպանություն չի, եթե նա չգիտես մեկի ընտանիքին խորապես չի դժբախտացրել, ինչ որ սխալ քայլ արել։ Հիմա ես քեզ եմ հարցը տալիս, դու կօգնես եղբորը թե չէ։ Խաչատրյան, այսպեսի մի հարց է վերադառնալով ամռանը ձեր խանութ ունեցած է վիճակում գործունեությանը անորոշություն կար նաև ի վերջո այդ զենքերը որ հայտնաբերեցին ձեր դուք ինքներդ հանձնեցիք խոզարկությունը ես տվեցի խոզարկությունը եղավ, բայց խոզարկությունը լինելուց առաջ ես զենքերը բերեցի դրեցի սեղան, որտեղ բոլոր զենքերը գրանցված էին, բոլոր զենքերը օրինական էին։ Այնտեղ կա բայց մի ինքնաշեն դա այդպիսի բան չկա, հասկանում եք, այդպիսի բան չկա։ Ինքնաշեն զենք դրած մեջ չկա։ Բոլորն էլ օրինական զենքեր են, նորմալ գործարանային զենքեր են։ Ես չգիտեմ թե ակվակատ Ալումյանը որտեղից է տա ինքնաշեն։ Մի
ապորինի զենք ձեր ապորինի զենք չկա, ուրեմն 3 հատ ակոսափող զենքեր կար, մի քանի հատ էլ որ սորտական հրացան։ Եվ այդ բոլորն էլ օրինական գրանցված դրա համար գումարներ են վճարվում, Գորիսի ոստիկանությունը ուրեմն 3 ամիսի մեկ ստուգում է, Իսկ ինչի համար է այդ զենքը տան ինչի համար։ նվերներ այլ նվեր եմ ստացել։ Սորտական հրացանը նվեր եմ ստացել։ Այսինքն ես իրողին ասելի չէ, բայց տարբեր օրինական գրացել, որ լինի օրինական զենք։ Պարոն Խաչատյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ համատարած այս սոցիալական բարդ պայմաններ են, հա, երկրում ստեղծված։ Այդ սոցիալական ծանր պայմանների ֆոնին հանրության համար անհասկանալի է ձեր մեծ տունը, որը կառուցվում է Բելաջեի վերևի հարևանությամբ, ձեր հսկայական տունը Գորիսում ու ձեր մեծ ունեցվածքը, իրականության եւ նաեւ այս հարստության համատեղելիության։ Ոնց է ասացի հարստությունը որտեղից է։ Նորից կա։ Այն ամենայնիվ, այդ դուք ինչ եք մտածում երկրի այս իրավիճակի մասին եւ դուք եք ունեցել եք պաշտոններ։ Ուրեմն ես ուզում եմ իմանալ, ոչ մի մարդ իրաց հարկացի տերը չի, ով ինձ սարկմա իվը չի ես պետությանն ամոնում, էլի հասկանում եք, հիմա դու որպես Երևանի քաղաքացի, ամեն գնալուց գալուց, քեզ համար են ապարաժներ, են կեղտոտ ապարաժներ ավելի հաճելի նայել, քան թե այսօր տուն ասարկում, այդ ապարաժը մաքրեսն է նորմալ տուն ասարկում, չէ, այսինքն քեզ համար որն է հաճելի, խնդրում ինձ ասես, թե Խաչատրյան Սուրիկն ասարկում անկարելի է, աղանթուլատրելի է։ Պարոն Խաչատյան, պարզապես ուզում եմ իմանալ աղքատության վերաբերյալ ձեր կարծիքը եւ օրինակ դուք որպես պաշտոնյա ինչ եք ձեռնարկում կանխելու համար։ Ես ուզում եմ իմանալ, քանի որ այստեղ կա մարդ, որը նաեւ Սյունիցի է, եւ իմ պաշտոնավարության տարիներին ինքը Սյունիքում է եղել, ես կուզենայի այդ հարցը իրան տայեք, ես իմ պաշտոնավարության եւ ընդհանրապես 25 տարիների համար ինչ եմ արել Սյունիքի, Սյունեցու սոցիալապես անապահովների համար, ուսանողների համար, ուրեմն առողջական խնդիրներ ունեցողների համար, սոցիալական խնդիր ունեցողների համար ինչեր եմ արել այդ թողիքը որ կայ։ Սյունիքում սակայն կեսամակարդակը չի փոխվել։ Բայց Սյունիքում կեսամակարդակը արդյունքում փոխվել է, թե ոչ չի փոխվել, աղքատությունը շարունակվում է։ Խնդրում եմ լսեք, կեսամակարդակը Սյունիքում չի կարող դրանց մեծ փոփոխություն ուներ Հայաստանի Հանրապետության մնացած տարածքներից։ Մեկ մի փոքր դեպություն եք, փոքր եք, որ համաչափությամբ էլ ապրում եք, չէ՞, կարող Սյունիքում հսկայական տարբերություն լինի, բայց շատ մարդկանց համար այդ խնդիրը դառնա լուծելի շատ մարդկանց համար։ Երբ որ մարդու երեխան տաղանդավոր երեխա եւ վճարման խնդիր ունի չի կարող, այսօր այդ ընտանիքը հասկանում եք, այդ հաջողությունը ունեցավ, այդ երեխան դիմաց նպատակին հասավ։ Այսինքն օգնում եք, այսօր է շարունակում եք։ Այսօր էլ շարունակում եմ օգնում եմ։ Եվ միշտ եմ օգնել եմ, դա նայած չի որ ես հուսափեմ կամ մտածեմ որ աշխատեմ կամ չեմ աշխատում։ Ես մի հարց ունեմ։ Գագիկ Ծառուկյան օլիգարխ է, Սուրեն Խաչատրյանը օլիգարխ է։ Վերջերս հանրահավաքին Տեր-Պետրոսյանը այսպես Գագիկ Ծառուկյանին Իվանիշվիլիի հետ համեմատեց։ Եվ անունահետև խոսվում է 4 ուժերի ընդհանուր, հա, դեպի ստեղծելու եւ որպես առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, հա, հնարավոր այլ ընտրանք ընդունելու։ Այդ դուք մտահոգ եք երկրի խնդիրներով եւ ձեզ երբեւե պատկերացրել եք արտոննդիմադիր բերել առաջնորդ, այսպես երկրի խնդիրները, երկրի ճգնաժամից դուրս գալու եւ ինչ կարծիք ունեք այս process-ների վերաբերյալ։ Ուրեմն ես ինքս երբևէ չեմ պատկերացնում ընդդիմադիր դաշտումից, ես այս պետության հիմնադիրներից մեկն եմ ես ինձ եմ համարում եւ փորձում եմ հնարավորինս ինչ հնարավոր է անել։ Եվ կարծում եմ, թե մեր պետությունը ինչ ծրագիր ունի պետության առաջընթացի համար, այդ ծրագիրը ընդհանում է։ Եվ չեմ կարծում, որ մենք այնպիսի մի պետություն ենք, որ ավելի շատ արագ կարող ենք այդ զարգացման ճանապարհը։ Բայց բան Խաչատրյան, մենք արտագաղթ մարդիկ աղքատ են ապրում, բացի խնդիր կա։ Ձեզ չի մտահոգ։ Խնդրում լսեք արտագաղթի մասին, եթե խոսում եք, վերեք վերցնեք 90, 91, 92 թվականի արտագաղթը։ Այն ժամանակ էլ կար, հիմա էլ կա, պատերազմական իրավիճակ է։ Պատերազմական իրավիճակ է, բայց մարդիկ տողում փախում էին, չէ՞։ Ճիշտ եք ասում, բայց հիմա էլ կա։ Բայց էին փախում այն ժամանակ։ Այն ժամանակ փախում էին փող ունեցողները։ Չէ՞։ Ավելի շատ ռայկոմի աշխատողները, կոմսոմոլի աշխատողները եւ դրանք այն փող ունեցող մարդիկ այն ժամանակ թողեցին գնացին։ Ուրեմն 92-93 թվականներին Կապանը 50,000-ով քաղաք է։ Ես վստահությամբ ասում եմ, որ Կապանը կիսվեց, եւ Կապանի բնակչությունը կիսվեց։
Բայց 2006-2007 թվականներին կապանի բնակչությունը նորից վերականգնեց, 45,000 բնակչություն նորից վերականգնեց, հետ եկան, հասկանում եք։ Բայց ես չի մտահոգում այդ մարդիկ, որ գնում են։ Եվ ովքեր են գնում։ Սյունիքում գյուղեր կան, որ ընդհանրապես 5 ընտանիք ա Դուք ասում եք դա այսօր չի, այդ գյուղերի դատարկ լինելը այսօր չի։ Այո, այսօր չի սկսվել, բայց շարունակել կամ գյուղ է, որտեղ 400-ով 500-ով մարդիկ են ավելացել։ 400-ով 500-ով մարդիկ են ավելացել։ Ես ձեզ ասում եմ փաստորեն, կան գյուղեր, որ մարդիկ ներգաղթեն եկել են եւ այսօր այդ գյուղում կոնկրետ խնձորես գյուղում 438 մարդ ավելացել։ Բայց ես չի մտահոգում, որ մարդիկ գնում էին 90-ականներից սկսվեց, բայց հիմա շարունակում են, պարոն Խաչատրյան։ Ավելի կապսարտաբիդի հիմա այս հաղթանակը տանուլ ենք տալիս։ Հիմա դա չեք քննարկում, իշխանությանը չեք ասում։ Ուրեմն ես խնդրում եմ լսեք, երբ որ մարդը ինքն է ցանկանում եւ հավատացեք, որ այսօր սոցիալապես անապահով մարդիկ չեն, որ արտագաղթում են, գնում են այն մարդիկ, որոնք միջոցների տեր են եւ իրենք ուզում են դրսում փող աշխատել։ Ի վերջո այդ փողերը հետ է գալիս, չի մի մասը հետ է գալիս հանրապետություն։ Եվ համոզված եմ, որ այդ մարդն վերջում հետ է գալու էլի իր երկիրը։ Ուրեմն նման պայմաններում այսօր որտեղից արտագաղթ չկա։ Խնդրում եմ ինձ ասեք, Ռուսաստանից կա արտագաղթ չկա։ Դե որ չգիտես, ես գիտեմ, Ռուսաստանից է մեծ քանակությամբ արտագաղթ կա, նախկին սովետական 15 հանրապետություններից էլ արտագաղթ կա, բայց ես այդ ամեն ինչ ուզում եմ համեմատության մեջ դնենք։ Մենք համեմատվենք Բելարուսիայի, Ուկրաինայի, չգիտեմ, Ղազախստանի, մեր վիճակը, այն մեր վիճակը հայմատենք նրանց վիճակի հետ, մենք տեսնենք, որ բավականին նրանցից լավ վիճակն է։ Պարոն Խաչատրյան, այսպեսի հարց դուք ասացիք, որ այդ դեպքից հետո Երևանում եք, ուզում ենք տեսնում ենք նաև, որ թիկնապահի ուղեկցությամբ եք, այսպես շրջում։ Այդ գնում էին, որ դուք մտավախություն ունեք ձեր անվտանգության համար։ Կա այդպիսի մտավախություն չունեմ, չեմ էլ ունեցել, հավատացեք։ Ոչ մի ուրեմն վախկոտ մարդ չի գնում պատերազմ։ Այ խոսում են վենդետայի մասին, ինչ խոսում։ Ինչի մասին։ Վենդետայի, այսինքն վրեժի մասին, որ հնարավոր այդ դեպքից հետո ինչ-որ բան լինի։ Ես նման բան չեմ մտածում, հավատացեք, որ ես նման բան չեմ մտածում, դուրս էլ չի ասում այդպիսի բան։ Պարոն Խաչատրյան, ձեր ընտանիքը Գորիսում է այս օրերին։ Եվ Գորիսում է, եւ հիմնականում Գորիսում է։ Պարոն Խաչատրյան, ուզում եմ հարցնել, վերջը ձեր բիզնեսների հետ կապված, թե դուք երեք ասացիք, որ ոչինչ բան չեք վաճառելու, այնուամենայնիվ Սիգմա Համբարձումյանը մեծ դրություն նշեց, որ իր 102 միլիոնանոց միլիոն արժողությամբ սարքը վաճառել եք Մաքսիմ Հակոբյանին, եւ որ նա, եթե չեմ սխալվում, արդեն մարել է պատկերը, կա այդպիսի բան, կուզեի իմանալ, եւ ընդհանրապես կանանց նկատմամբ բռնություններին կուզեմ անդրադառնալ, որ մենք էլ աչքով տեսանք, որ ոնց եք դուք հարվածում Սիգմա Համբարձումյանը։ Ես այդ հարցերը չեմ ասում։ Իսկ սարքի հետ կապված։ Իսկ այդ սարքը դա շանտաժ է։ Սիգմա Համբարձումյանի կողմից կանանին շանտաժ է։ Այդ սարքը իրանա ինչ է դա շանտաժ։ Ուրեմն դա արտասահմանցիները վաճառել են եւ այդ Դերեքս կազմակերպությունն էլ գնել է այդ սարքը։ Դե Սիլվան ինչի մասնակցում ես չգիտեմ։ Կարծում բավարարից։ Պարոն Խաչատրյան, ձեր ընդդիմախոսներից մասնավորապես Սամվել Հարությունյանը ձեր հասցեին այդքան մեղադրանքներ են հնչեցնում։ Չեմ կարծում, որ հոգեկան հիվանդի մասին այստեղ կան շուտ։ Արդյոք նա այնքան անմիտ է, որ առանց փաստերի նման հայտարարություններով հանդես գա։ Հավատացեք, որ այո։ Սա հարցեր չեմ։ Խաչատրյան, շնորհակալություն ձեզ։ Պարոն Խաչատրյան, ես մի հարց ունեմ, ինչպես նաև ձեր պատերազմի մասնակցելու հարցն է հիմա սկսել շահարկվել։ Վարդան Ավետիսյանն էր ասել, որ ձեզ որպես Գորիսի գումարտակի հրամանատար տեսել է, բայց ակտիվ մարտական գործողություններում չի տեսել, վերջին ԵԿՄ-ի վարչության անդամ դառնալով էլ, այսպես ասած, բուռն քննարկումներ էին ծավալվել։ Չեմ կարծում, որ Վարդան Ավետիսյանը նման բան ասի, որովհետև ասել է ուղղակի մարտական գործողությունների, ակտիվ մարտական գործողությունների ժամանակ չեմ տեսել նրան։ Դե ես էլ իրեն չեմ տեսել, Հավատացեք, որ ես իրեն չեմ տեսել։ Շնորհակալ։